Մի հատ պատմություն պատմեմ, որը Սամվել Կարապետյանին շատ ճիշտ բնութագրում է։ 2011 թիվ։ Նոր եմ համասարանը ավարտելուց էի, ավարտել եմ, անցնում էի արդեն մեր գործին, առաջի պրոյեկտներից մեկը, որը ինձ տվել եմ, որպես ես կառավարեմ, եղել է Սոչի նավահանգիստը, որը ստեղծում էին օլիմպիական խաղերի համար։ Շատ բարդ պրոյեկտ, ինչպես միշտ սմետա չկա, պրոյեկտ չկա, ժամկետները շատ խիստ, ահա որ հազվադեպ դեպքերից էր եղել, որտեղ մենք նու սենց ինչ-որ այլանդակ մինուս ենք գնացել շինարարության ժամանակ, որը բնականաբար կոմպենսավորել ենք մեր գրպանից։ Շինարարությունը կատարեցինք, պրոյեկտը հանձնեցինք, մինուսով սենց տխուր նստեցինք, в общем Տակաշիկը գալիս է ասում է, Սամվել ջան, մենք գիտենք, որ ստեղ դու ունեցել ես անսովոր կորուստ, մենք ուզում ենք ինչ-որ մի ձևի կոմպենսավորենք։ Ու այնտեղ բանը, քանի որ մենք պորտը սարքել ենք պետության համար, այնտեղ մի հատ հողի կտոր կար, որում մենք կարայինք իրականացնենք ինչ-որ կոմերցիոն պրոյեկտ։ Այդ կոմերցիոն պրոյեկտը հիմա երկու հատ սենց մինի դալմայոտ շոփինգ մոլներ են։ Բայց այդ ժամանակ Զակաշիկը գալիս է ասում է, մենք էքսկլյուզիվ հարաճարք քեզ ունենք, քանի որ շատ ենք բարձր գնահատում այն, որ դու ոնց որ անմիջական մասնակցություն ես, ամեն ինչին ունեցել ես, կոմպենսավորել ես քո գրպանից, մենք գիտենք ինչ կորուստներ ես ունեցել, ասում են մենք ուզում ենք քեզ տանք հնարավորություն միայն թույլտվությունը կազինո կառուցելու համար, ամբողջ տարածքի, հա։ Ու չչափազանցնեմ այդ պրոյեկտի արժեքը իրականացնելուց հետո կլիներ մինիմում $300 միլիոն, ունիկալ պրոյեկտ էր, էլի։ Թե այդ մարդը սենց առաջարկ արել, մտածում եմ, որ ինչ որ շատ մեծ պատիվ է Սամվել Կարապետյանի համար։ Ես էլ ներկա է այդ հանդիպման։ Սամվել Կարապետյանը, պապան, վերցնում է թուղթը, ասում է, «Հո, շատ լավ միտք է, բայց ոչ իմ համար»։ Ասում է, «Չէ, ինձ դա չի հետաքրքրում»։ Ես ասում եմ, այս ինձ բրտում եմ սեղանի տակ, ասում եմ, ինձ հետաքրքրում։ Ասում եմ, այս մարդը շոկի մեջ, լուրջ։ Ասում է, դե էսի, չգիտեմ, էսի մենակ դու ես ունենալու այս հնարավորությունը սենց պրոյեկտ իրականացնես։ Ասում է, չէ, ինձ կազինոն հետաքրքիր չի, ընդհանրապես։ Այս մարդը շոկի մեջ, դա ասում է, հեսա, այս թուղթը թողում եմ, դու մտածի, մի օր մտածի։ Շում ես մարդը ելնում է գնում է, մենք նստած եմ ասում եմ, բապ ջան, մենակ այս թույլտվությունը առանց այս պրոյեկտը նույնիսկ սկսելու այս թուղթը մինիմում $70 միլիոն է։ Սաղ մեր հարցերը փակելու է, սաղ այս թեմաները, այս կորուստների թեման փակվելու է։ Ասում է, հայ տղա, ես քո համար եմ հրաժարվել։ Ես ասում եմ, ո՞նց իմ համար, ես մի 20 տարեկան եմ։ Ասում է, հա, բա ինչ օրինակ եմ ես քեզ տալու։ Եթե մենք կառուցում ենք կազինո ու աշխատում ենք փող, դա նշանակում է, որ այդ աշխատած փողը ինչ որ մի մարդու կորուստն է։ Պետք է բանը։ Ճիշտ է դա։ Հա, չէի մտածի։ Կորուստն է, որը ոչ մի դրական բան այդ մարդկանց չի բերում։ Նաև ընտանիքներ է քանդում, կյանքեր է քանդում։ Եթե ես սրանը հիմա համաձայնվեմ, ինչ օրինակ եմ ես քեզ տալու։ Փողը գնում է, գալիս է, իսկ արժանապատվությունը այնց բան է, որ դու չես կարա ծախես։ Դիետը մի բար ստեղ չափազանցած է եղել, ամոթ ինձ։ Սա իրականություն է, ու այդ տարիքում ինձ շատ պետք էր սենց օրինակ, որ ես հասկանում, որ փողը դա ամենակարևոր բանը չի կյանքում, էլի։ Ինչ որ պրինցիպներ կան, ու այդ պրինցիպների հետևանքը մենք նույնիսկ հիմա ենք տենում։